Եթերում Քյավառ հեռուստաընկերության Գեղամա օր լրատվականն է, այսօր 31 է մարտի, օրը երեքշաբթի, բարի երեկո։ Գավառ համայնքում Եվրոպական միության կայուն էներգիայի շաբաթը մեկնարկել է էներգախնայողություն եւ էներգաարդյունավետություն ինքնագնահատման գործիքներ թեմայով դասընթացի կազմակերպմամբ նպատակը համայնքում էներգետիկ քաղաքականության ձևավորումն է։ Որոնք են էներգաարդյունավետության գնահատման ժամանակակից գործիքները, ինչպես դրանք օգտագործել կայուն էներգետիկայի ոլորտում, ինչ մոտեցումներ կիրառել։ Այս օրինակ հարցեր են քննարկվում էներգախնայողություն եւ էներգաարդյունավետություն ինքնագնահատման գործիքներ թեմայով տեղեկատվական գործնական դասընթացին։ Դասընթացով Գավառ համայնքում մեկնարկեցին Եվրոպական միության կայուն էներգիայի շաբաթվա միջոցառումները մաքուր, անվտանգ եւ մրցունակ էներգետիկ միություն խորագրի ներքո։ Հանդիպումն իրականացվեց Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կայուն էներգիա կլիմայի նկատմամբ կայուն համայնքային զարգացման համար ծրագրով Գերմանիայի Դաշնային տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության ու Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Էներգետիկ շաբաթ միջոցառման շրջանակներում այս միջոցառումը նույնպես իր մասը կարող է ունենալ համայնքներում ընդհանուր տեղեկատվության բարձրացման մասով, բնակիչների տեղեկատվության բարձրացման մասով եւ ընդհանրապես ընդլայնել շրջանակը այդ միջոցառման մասնակիցների։ Տեղեկատվական դասընթացի մասնակիցները Գավառի համայնքապետարանի ենթակայությամբ գործող եւ արևային կայաններ օգտագործող կազմակերպությունների ներկայացուցիչներն են, թեմայով հետաքրքրված բնակիչներ, ոլորտ ուսումնասիրող ուսանողներ ու դասախոսներ։ Այսօր ներկա գտնվեցինք էներգաարդյունավետության եւ էներգախնայողության վերաբերող դասընթացին, որը շատ արդյունավետ էր եւ ուսուցանող։ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում մենք կփորձենք մեր գիտելիքները փոխանցենք այն մարդկանց, ովքեր ունեն դրա կարիքը։ Դասընթացը տեղի է ունենում Գավառի համայնքապետարանի Ավենյու խորհրդատվական ընկերության եւ Զենիթ ակադեմիայի գործակցությամբ։ Մշակել ենք մեկ հատ գործիքակազմ, մի հատ հավելված, որի շնորհիվ բնակիչը կարող է մտնել իր տան էներգետիկ աուդիտը կատարել, այսինքն ինքնագնահատում անել։ Ծրագիրը հասանելի է Զենիթ ակադեմիայի պաշտոնական վեբկայքում։ Կազմակերպիչները հույս են հայտնում, որ տեղեկատվությունը կնպաստի համայնքում կայուն էներգետիկ քաղաքականության ձևավորմանը։ Ալբերտ Մանուկյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։ Թատրոնի միջազգային օրը Գեղարքունիքի մարզի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում անցել է տոնական տրամադրությամբ։ Տեղի է ունեցել մրցանակաբաշխություն, որով գնահատվել է թատրոնի յուրաքանչյուր դերասանի եւ աշխատակցի կատարած գործը։ Թատրոնի միջազգային օրը Գեղարքունիքի մարզի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում նշանավորվում է մրցանակաբաշխությամբ։ Քալանթարցիներն անցնում են կարմիր գորգով, շնորհավորում են միմյանց, շնորհավորանքներ են ստանում հանդիսատեսից։ Էլմար 15-րդ ամենամյա թատերական մրցանակաբաշխությունն այս տարի անցկացվում է հենց Գեղարքունիքի մարզի պետական դրամատիկական թատրոնում։ Որոշումը թատրոնի ռեժիսոր եւ Էլմար նորարարական ստեղծագործական արվեստի ինստիտուտի հիմնադիր տնօրեն Արմեն Դալլաքյանինն է։ 14 տարի Երևանում է եղել եւ բաց է եղել այնտեղ, այս տարի մի քիչ ֆորմատը փոխվեց, քանի որ լինելով Գավառի թատրոնում, որոշեցինք ստեղծագործ թիմին տալ, որտեղ իրանք արժանի են իսկապես, մարզի դերասանները արժանի են էլ ավելին։ Երևան հասանել է ամեն ինչում, բայց մարզերը ոչ։ Եվ այդ իսկ պատճառով այս տարի ես որոշեցի, որ 15-ամյակը պետք է նշվի հենց Գավառում եւ լինեն միայն Գավառի դերասանները։ Մրցանակաբաշխությունը կատարվում է 6 անվանակարգում։ Տարվա լավագույն դերասանուհի է ճանաչվում Ալլա Ստեփանյանը, լավագույն դերասան Հովհաննես Օհանյանը։ Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում պարգևատրվում է Ռուզաննա Պողոսյանը, երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում Հովհաննես Հասասյանը։ Հանդիսատեսի համակրանք մրցանակին արժանանում է Սուսաննա Սարգսյանը։ Չմոտենակ ինձ տիկին ներկայացման գլխավոր դերակատարման համար տարվա լավագույն կերպար անվանակարգում դարձյալ հնչում է Հովհաննես Օհանյանի անունը։ Էլմար նորարարական ստեղծագործական արվեստի ինստիտուտը թատրոնի միջազգային օրվա առթիվ շնորհակալագրերի է արժանացնում բոլոր քալանթարցիներին։ Եվս մեկ անգամ օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել իմ բոլոր դերասաններին, շնորհավորել բոլոր թատերասերներին, շնորհավորել բոլոր իմ աշխատակազմին։ Տոնական օրվա շնորհավորանքներն ու պարգևատրումները մրցանակաբաշխությամբ չեն սահմանափակվում։ Օրը քալանթարցիներին է եւ նրանք են պետական ու հասարակական կառույցների ուշադրության կենտրոնում։
Տոնական միջոցառման ընթացքում ընթերցվում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը։ Նախարարության շնորհակալագրով պարգևատրվում են թատրոնի տնօրեն Հայկ Ղափանցյանը, ռեժիսոր Արվեն Դալաքյանը, ռեժիսորի օգնական Լիաննա Վարդանյանը և բեմադրական մասի վարիչ Նինա Չարվադարյանը։ Շնորհակալ եմ իմ ազնագազմին, շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ընդունում եւ սիրում են մեզ։ Խոնարհվում եմ բոլոր այն մեծերի առաջ, ովքեր արդեն դարից ավելի բերեր հասցրել են Գավառի թատրոնում մեզ, եւ մենք պարտավորվում ենք նույն ողջավորությամբ հանձնել մեր ապագա սերունդերին։ Գեղարքունիքի մարզպետի շնորհավորական ուղերձը թատրոնին և թատերասերներին փոխանցում է մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Համբարձում Սաֆարյանը։ Մարզպետի անունից շնորհակալագրեր են հանձնվում թատրոնի բոլոր դերասաններին։ Մեզ կարող է ներկայացնել աշխարհին միայն մշակույթը, սպորտը և հոգևոր արժեքները։ Այդ խտացված, միաձուլված երևույթից այսօր առանձնահատուկ շեշտվում է թատրոնը, հայ թատրոնը, որի ակունքներում ունեցել ենք համաշխարհային ճանաչում ունեցող անձնավորությունը։ Եվ այսօր ի պատիվ Գավառի Քալանթարի անվան թատրոնի կարծես թե շարունակում է ստացված կերպով։ Կարևորելով թատրոնին մշտապես ցուցաբերվող աջակցությունը եւ արդեն 4 տարի թատերական երկամսյակի կազմակերպումը, թատրոնի տնօրենը պատվոգիր է հանձնում մարզպետ Կարեն Սարգսյանին եւ կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության մասնագետներին։ Տոնական պարգևատրումների արարողությունը շարունակում է Սպիտակ կամավորական ռազմահայրենասիրական միություն հասարակական կազմակերպությունը, խաչը պահապան կրծքանշանով պարգևատրելով թատրոնի դերասան Մարտուն Ղևոնդյանին, դերասանուհի Սեդա Թովմասյանին, տնօրեն Հայկ Ղափանցյանին և ռեժիսոր Արման Դալաքյանին։ Տոնական երեկոն եզրափակում են քալանթարցիները «Չմոտենաք ինձ տիկին» տրագիկոմեդիայով։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Դպրոցական գրադարանների խնդիրներն են քննարկվել Գեղարքունիքի մարզային գրադարանում կայացած հանդիպում դասընթացի շրջանակում։ Գրադարանավարները ստացել են իրենց աշխատանքների բարելավմանն ուղղված մեթոդական խորհրդատվություն և համալրել մասնագիտական գիտելիքները ու հմտությունները։ Դպրոցական գրադարանները կարող են և պետք է դառնան կրթամշակութային կենտրոններ։ Այս նպատակին տանող քայլերն են ներկայացվում Գավառ համայնքի դպրոցական գրադարանների աշխատակիցներին։ Հանդիպում քննարկումը կազմակերպվել է Գեղարքունիքի մարզային գրադարանի նախաձեռնությամբ և իրականացվում է Հայկական գրադարանային ասոցիացիայի և Խնկո Ապուր անվան ազգային մանկական գրադարանի հետ գործակցությամբ։ Նախաձեռնության նպատակն է վերհանել դպրոցական գրադարաններում առկա հիմնախնդիրները, փորձել գտնել դրանց լուծման ուղիները։ Նաև հանդիպումը լավ հնարավորություն էր միմյանց հետ ծանոթանալու և փորձի փոխանակման և հետագայում ավելի սերտ համագործակցելու համար։ Դպրոցական բոլոր գրադարաններում խնդիրների շրջանակը նույնն է։ Մասնագետ գրադարանավարների պակաս, չթարմացվող գրականություն, տարածքի անբարեկարգ ու անհրապույր պայմաններ։ Սակայն այս խնդիրներով հանդերձ հնարավոր է զարգացնել դպրոցական գրադարանները, եթե գրադարանավարը հմուտ է իր գործում, ճիշտ է կառավարում գրքային ֆոնդը և ամենակարևորը, տարբեր գործընթացներում ներգրավում է սովորողներին։ Սա գրադարանային գործի փորձառու մասնագետների համոզմունքն է։ Շատ գրադարաններ դպրոցական վերանորոգված չեն, հատկապես գյուղական դպրոցների գրադարանները։ Նոր գրքերի խնդիրը փաստորեն բոլոր գրադարանավարները բարձրաձայնեցին, որ իրենց գրադարանները նոր գրքերով չեն համալրվում, որը շատ խիստ կարևոր է դպրոցական գրադարանների համար։ Դպրոցական գրադարանները փոքր տարածքներ են գրկում, դա էլ կարևորագույն խնդիրներից է։ Վերանորոգումը, կահույքը, բազմաթիվ խնդիրներ այսօր արծարծվեցին։ Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրեն Մարիա Համբարձումյանը, կարելի ասել հանրապետությունում առաջինը նախաձեռնեց, որ մենք գանք այստեղ եւ գրադարանային գիտելիքների հետ կապված մեր կարծիքները, մեր դիտարկումները անենք, որպեսզի դպրոցական գրադարաններին կարողանանք օգնել ինչ որ չափով աշխատանքները բարելավելու, նոր հունի մեջ մտցնելու եւ դպրոցի գրադարանը դարձնելու իսկապես դպրոցին կրթական ծրագրերին համապատասխան հաստատություն,
որը լուծի խնդիրներ։ Գրադարանների սպասարկման բաժինների աշխատանքի կարևորությանն է անդրադառնում Խնկո-Ապոր անվան մարզային մանկական գրադարանի սպասարկման բաժնի վարիչ Կարինե Հովհաննիսյանը։ Ըստ բանախոսի, գրադարանային պայմաններն ու հարուստ գրաֆոնդը երկրորդային են դառնում, եթե ճիշտ չի կազմակերպվում սպասարկումը։ Ծրագրային եւ գիտաօժանդակ գրականությանը հավասարապես տիրապետելը հնարավորություն կտա աշակերտներին նորություն առաջարկել եւ դպրոցական գրադարանը դարձնել տեղեկատվական կենտրոն։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Քյավառ հեռուստաընկերության Գեղամաօր լրատվականի այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում ամենայն բարիք։